Ազգային ժողովի մեծարգո նախագահ հարգելի գործընկերներ, երեկվանից քննարկում ենք հակակոռուպցիոն կոմիտեի նախորդ տարվա գործունեության հաղորդումը ու ինչպես այո Տիկին Գալստյան երեք առաջին շարքից ասացի, կոռուպցիա բառը լսելուց նախկին իշխանության մի ներկայացուցիչ խմբակցությունը, պատիվ ունեմը, ուղղակի ծակ եմ անեկել ու չի եկել, ու դա ֆայմի քտածակի հարց է գոնե, որ ավելի չգրգռեք, էլի, մեր այսպես ցանկությունը ձեզ ավելի էնտուզիազմով ասելու համար, թե դուք ինչեր եք գրփել Հայաստանի Հանրապետությունից ու քաղաքացուց։ Հետո այդ որ ասում եք Տիկին Գալստյան, այդ մենք ազգային ինքնության հենասյունն ենք 135 տարի, աչքիս առաջ գալիս է 004 շրջաբերականը, աչքիս առաջ գալիս է ձեր խմբակցության տարբեր անդամների, այդ թվում ձեր խմբակցության առաջին համարը հանդիսացող Ռոբերտ Քոչարյանից այդ ապօրինի գույքով բռնագանձելու այդ կարողության չափը, ասում է բանա, 135 տարի, 135 տարին բերեցիք Քոչարյանի ոտերի տակ, մատաղ արեցիք, դրա մասին մտածեք ավելի լավ է դաշնակցականներով։ Տիկին Վարդանյանն ասում էր, մենք սադո-մազոխիստական հակումներ չունենք, բնավ այդպես չեմ կարծում, հաստատ ունեք, որ նայում եմ, որ էլի նստացեք ու հեսա էլի շարունակելու եք խոսել ձեր խմբակցության անդամներով։ Կամ որ ֆայմ ունենայիք, կներեք, բայց չեք գա նոր ստեղ Տիկին Կյուրեղյանը չէր խոսիլ թոշակի բարձրացումից։ 16,000 դրամ մինիմալ կենսաթոշակ ստացող քաղաքացով թողել եք, հեռացել եք, մերժվել եք, գնացել եք, հիմա դարձել է օրինակ 46,000 դրամ ու դա մինիմալ կենսաթոշակն է, որի վրա ավելանում է օրինակ, բացի այն, որ մարդը ինչքան աշխատել է, այդքան ավել է ստանում, բացի դրանից այսօր մեր կենսաթոշակառուները ստանում են դեղեր, որի վրա իրենք բացառապես մեծ մասը իրենց կենսաթոշակի ծախսում էին դրա վրա, անվճար դեղեր, անվճար առողջության վիրահատություններ ու տարբեր ծառայություններ են ստանում։ Դրա համար, որ ֆայմ ունենեք, դուրս չեք գա ու գոնե այդ բարեփոխումների մասին չեք խոսի։ Կամ Տիկին Գալստյան, դուք մեր երևի ազգային ժողովի ամենաավագ գործընկերներից եք կին, հեչ ընդունելի գործելավոճ չէ, երիտասարդ գործընկերոջը ԳԿՔ-ի ուղղագրություն սովորեցնեք, հեչ ընդունելի չէ, չեմ ասում դա տեղին է, անտեղին է, դա ուղղակի պրիմիտիվ, չգիտեմ, բան է էլի, փորձում եք ինչ-որ դիվիդենտներ շահել մի բանի վրա, որը հեչ ընկալելի չէ, հեչ հարգելի չէ այս գործելավոճը։ Եթե այդքան մտահոգ էիք հայոց լեզվի իմացության առումով, կարող եք մոտենալ ձեր գործընկերոջը, ասել ճիշտ կլինի այսպես արտասանեք այդ բառը։ Մի կողմ եմ դնում ճիշտն ու սխալը։ Ինչ վերաբերում է կոռուպցիային, այո, սիրելի հայրենակիցներ, այսօր բազմաթիվ գործեր են քննվում կոռուպցիայի մեղադրանքներով, կան մեղադրական եզրակացություններ, կան այդ գործերով անցնող նախկին պաշտոնյաներ, որոնք թռած են Հայաստանի Հանրապետությունից, այսօր էլ հայտ են ներկայացնում ձեր այդ միասին այդ օլիգարխիկ իշխանությունը վերականգնելու։ Կան փլված գործեր, այո, կան նաև դատանում փլված գործեր, ու սա էլ խոսում է անկախ դատական համակարգի մասին։ Բայց անգամ մեկ փլված գործով օրինակ, գոնե մեկ քաղաքացու մոտ չի առաջանում կասկած, արդյոք Հայաստանի Հանրապետությունում եղել է կոռուպցիոն իշխանություն, համակարգային կոռուպցիա։ Որևէ մեկի մոտ կասկած չի առաջանում, բոլորը 100%-ով գիտեն, որ այո, կոռուպցիոն օլիգարխիկ իշխանություն է եղել, որովհետև Հայաստանում բիզնեսի առաջ խաղացումը կախված էր քաղաքական կապերից, բացառապես քաղաքական կապերից, որովհետև Հայաստանում կոռուպցիոներները չէին պատժվում բացառապես, հիմա են անցնում այդ գործերով, որովհետև հիմա կա քաղաքական կամք ու չկա նման մոդել կառավարման, որովհետև Հայաստանում մենաշնորհները նորմալ էին, կար բանանը իր ներկրողն ուներ, տարբեր ինչ-որ ապրանքներ իրենց ներկրողն ունեին, ու ձեր բանան ներկրողները այսօր էլի տարբեր կետերից այսօր էլի պայքարում են, որպեսզի հայտնվեն ձեզ հետ բերեն այդ օլիգարխիկ իշխանությունը էլի կառավարման։ Որովհետև Հայաստանում բանակից ազատումն իր գինն ուներ, համասարան ընդունվելը իր գինն ուներ, պրավաստանալն իր գինն ուներ, տարբեր շրջանում տարբեր գին ուներ։ Ու եթե միտեղ այդ գինը փոխվում էր, սինխրոն փոխվում էր մնացած տեղերում։ Ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ Հայաստանում ապրել է, ինչ որ մի ձև առնչվել է այդ ամեն ինչի հետ։ Ու
Ասում եք, պարոն Արծվիկ Մինասյանն էր կարծեմ երեք ասում էր այն գույքը, որը վերագրվում է այս ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում պաշտոնային, երբեմն իր հետ կապ էլ չունի։ Այո, պարոն Մինասյան, երբեմն ուղիղ իր հետ կապ չունի։ Ինչի այն ժամանակ այդքան այդ հարցերում անֆայն չէին։ Էլ քենի, էլ վարորդ, էլ բաջանաղ, մենակ իրանց անունով չէին անելու, բայց որ դուք ձեր շուրջն եք նայում, կամ պտտվում եք ձեզանից ձախ, նայում եք այն մյուս ֆրակցիային։ Չեք հասկանում, որ ամբողջ կյանքում չինովնիկը, պետական ծառայողը չէր կարող այդ դղյակներն ունենալ, այդ կարողություններն ունենալ, միանգամից 26 գույք ապօրինի գույքով անցնել, անշարժ շարժական տարբեր գույքեր ունենալ, մի քանի 100 միլիոնավոր դրամներ չհիմնավորված փողեր ունենալ, պարզապես չէր կարող։ Կամ Տիկին Կյուրեղյանն ասում է, դուք վախենում եք, որ չեք կարող ձեր հիպոթեքները մարել։ Այո, Տիկին Կյուրեղյան, մեր ֆրակցիայի գերակշիռ, երևի ես չգիտեմ մարդ որ չունի, հիպոթեք, վարկ, որտեղ մենք սովորական ոնց որ մեր ժողովուրդը ապրում ենք այդ կետ, մենք չունենք այդ միլիոնները, որ տանք եւ տուն առնենք մեզ համար։ Կներեք, չունենք, չենք մեր հայրերը չեն գողացել, մենք չենք գողանում եւ չենք գողանալու։ Կամած կփակենք, ունենանք արդար քրտինքով մեր տունն էլ, մեր մեքենան էլ եւ որևէ մեկը չի անիծի մեր երեխաներին եւ հետո չենք գնա եւ ձեր նման չենք վախենա բանից, բանտում հայտնվելուց։ Մեզ ամենաշատը մեր քաղաքացիները մեղադրում են ամենաշատը նրանում, որ դուք միջև հիմա հնարավորություն ունեք, ոչ միայն դուք, նախկին իշխանության տարբեր նաև ներկայացուցիչներ, միջև հիմա հնարավորություն ունեք, ասում են, ձեր թուլությունն է, որ միջև հիմա նրանք հնարավորություն են խոսալու, հնարավորություն ունեն առաջադրվելու։ Մենք իհարկե ես ներողություն եմ խնդրում տեմպերի համար, սիրելի հայրենակիցներ, բայց պետք է հասկանալ, որ մենք եկել ենք իշխանության ու մարմիններ ենք ստեղծել հակակոռուպցիոն։ Մենք եկել ենք դատարան ենք ստեղծել իրացյաններով, օրենք ենք ընդունել ապօրինի գույքի բռնագանձման մասին, որը այս մարդիկ գնացել բողոքարկել են սահմանադրական դատարան, այն մարդիկ, որոնք պետք է անցնեն այդ օրենքով եւ անցնում են։ Ու 1 տարի առաջ է սահմանադրական դատարանը վճիռը հրապարակել, որ հակասահմանադրական չէ այդ օրենքը։ Դրա համար այդպես է ստացվել։ Իսկ ինչ ունենք այդ օրենքով։ Այս կարճ ժամանակահատվածում այս տարվա փետրվարի դրությամբ 612.5 միլիարդ դրամ հայցագնով գործ կա դատարանում, 166 անձ է անցնում այդ գործով։ Սա արդեն դատարանում գտնվող գործերն են եւ սրա մեջ, որքան գիտեմ, օրինակ Լևոն Մկրտչյանը դեռ ներառված չէ այս գների մեջ։ 1568 անշարժ գույքի պահանջ կա, 356 շարժական գույքի, 467 իրավաբանական անձում մասնակցության։ Այս ամեն մեկը, որ նայում ենք, ինչքան ջրամբար էլ կկառուցեինք, չգիտեմ, տարբեր թունելներ էլ կունենայինք, կամուրջներ էլ կունենայինք, ատոմակայան էլ, ինչ ասես կունենայինք, եթե չգողանայիք, չլափեիք կներեք արտահայտությանս համար։ Էլ չեմ ասում են օտարած պետությունից, համայնքից, քաղաքացուց այն գույքերը։ Մենակ Երևանում, նախորդ տարի հիշում եմ, միայն Երևանում 70 մանկապարտեզ է կերե, 70 մանկապարտեզ եք օտարել, կերել։ Էլ չեմ ասում են մի քանի տասնյակ մանկապարտեզները, որոնք ուղղակի տենց տվել եք ինչ-որ ուրիշ անհատույց եք տվել ինչ-որ մեկին օգտագործման եւ այլն։ Որ մեկի տակ իրականում, որ մեկի տակ փորում ենք, միլիարդներ են դուրս գալիս ու դղյակներ են դուրս գալիս ու հələ մի հատ էլ միջև հիմա շարունակում եք ինչ-որ մեղադրանքներ ներկայացնել։ Ու այո, սիրելի հայրենակիցներ, այս օլիգարխիկ եւ կոռուպցիոն նախկին իշխանությունները, այո, փորձելու են Գյումրու սցենար անել։ Մեզ ասում են դուք ով եք, որ թույլ չտաք։ Մենք ձեր նման չենք կեղծելու ընտրություն, որ թույլ չտանք, տենց մի մտածեք, սիրելի ընդդիմադիր գործիչներ։ Մենք մեր քաղաքացուն բացատրում ենք, որ այս մարդիկ ու հայտարարում էին, երեք Տիկին Վարդանյանն էր հայտարարում, այո, մենք միավորվել ենք, բոլորն են ասում, որ այո, իրանք միավորվելու են, ձեզ խաբում են, որ մենք իրար հետ լավ չենք բան, նա է բերել Նիկոլ Փաշինյանին, չէ, նա է բերել Նիկոլ Փաշինյանին, մոռանալով որ ժողովուրդն է բերել, թոզ եմ փշում ձեր աչքին եւ ասում են, որ մենք բան ենք, իրար չենք սիրում, բայց իրականում իրանք իրար շատ լավ սիրում են,
իրանք հանցակիցներ են իրար հետ եւ չեն կարող դրա բերումով իրար չսիրել ու փորձելու են միավորվել իրենց միջի ամենատղամարդուն բերել իշխանության, սա ենք ասելու։ Մեկ էլ քանի որ տիկին Աննա Գրիգորյանը ինձանից հետո է խոսելու, կխնդրեմ տիկին Գրիգորյան, երբ որ տարբեր եթերներում ասում եք, որ ձեր քաղաքական հայացքների համար ձեր բարեկամներին գործից հանում են, կխնդրեմ ձեր ելույթում անդրադառնալ, որտեղ է աշխատում ձեր հայրը։ Շնորհակալություն։